Ադրբեջանի նախագահն ընդունել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր, ընդգծվել է, որ Բաքու-Թեհրան հարաբերությունները զարգանում են։ Մտքեր են փոխանակվել պաշտպանական ոլորտում գործակցության հեռանկարների վերաբերյալ։ Անդրադարձ է եղել Հարավային Կովկասում զարգացումներին, ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության Իլհամ Ալիևը նշել է, որ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել։ Նրա ձևակերպմամբ դա կարևոր է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի սահմանակից Իրանի համար։ Մենք խաղաղություն ենք ուզում ամբողջ աշխարհում, ոչ մի արյունահեղություն, ոչ մի պատերազմ, շեշտել է Ալիևը, ընդգծելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև շարունակվող գործընթացները պատերազմից խաղաղության անցման մոդելի օրինակ են։ Օմանում ավարտվել են Թեհրանի եւ Վաշինգտոնի թիմերի բանակցությունները, դրանք անցկացվել են երկու փուլով։ Պատվիրակությունները գլխավորել են Իրանի արտգործնախարարը եւ Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Ենթադրվում է, որ օրակարգային հիմնական հարցը եղել է իրանական միջուկային ծրագիրը։ Ամերիկյան կողմն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է քննարկել նաեւ Իսլամական Հանրապետության հրթիռային ծրագիրը, ինչին իրանական կողմը դեմ է արտահայտվել։ Օմանի արտգործնախարարությունից հաստատել են բանակցություններում Մասկատի միջնորդական դերը։ Ըստ գերատեսչության կողմերը փորձում են պայմաններ ստեղծել դիվանագիտական տեխնիկական շփումների վերսկսման համար եւ ապահովել երկխոսություն հանուն անվտանգության եւ կայունության։ Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին եւ արտաքին գործերի նախարար Մակաբո Ջորիշվիլին միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի կազմակերպած ընդունելության շրջանակում հանդիպել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ըստ Վրաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության զրույցների ընթացքում ընդգծվել են երկու երկրների ընդհանուր արժեքները։ Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալյանն էլ մեկնել է Վաշինգտոն, հանդիպել ԱՄՆ առևտրի փոխնախարարների հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև գործընկերության զարգացման հեռանկարը լոգիստիկայի, տարածաշրջանային առևտրի, թվային տեխնոլոգիաների, արհեստական բանականության եւ նորարարության ոլորտներում։ Անդրադարձ է եղել ենթակառուցվածքային ընթացիկ նախագծերին եւ միջին միջանցքի զարգացման գործում Վրաստանի դերին։ Հատուկ ուշադրություն է դարձվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում ամերիկյան ներդրումների հնարավորությանը։ Ավելի վաղ վրացի պաշտոնյաները հանդիպել էին պետքարտուղարության ներկայացուցիչների հետ, վերահաստատելով Վաշինգտոնի հետ հարաբերությունները եւ ռազմավարական գործընկերությունը վերականգնելու Թբիլիսիի պատրաստակամությունը։ Փետրվարի 5-ին Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի ժամկետը լրանալու ֆոնին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ է մշակել ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման վերաբերյալ նոր բարելավված պայմանագիր, նախկին համաձայնագիրը երկարաձգելու փոխարեն։ Սպիտակ տնից հայտնում են, որ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանն այժմ բանակցում են այդ հարցով։ Ըստ պետքարտուղարության Վաշինգտոնը ցանկանում է Ռուսաստանի հետ ավելի արդյունավետ համաձայնագիր կնքել, որը կտարածվի նաեւ Չինաստանի վրա։ Կրեմլից էլ հայտնել են, որ Աբու Դաբիում ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքում Կրեմլի եւ Սպիտակ տան ներկայացուցիչները քննարկել են նաեւ ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի ապագայի հարցը։ Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը առաջարկել էր եւս 1 տարով երկարաձգել ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի ժամկետը, սակայն կարծիքներ կան, որ Սպիտակ տունը չի ցանկանում գնալ այդ ճանապարհով։ Ամերիկյան կողմը մտահոգված է ոչ միայն Ռուսաստանի միջուկային զինանոցով, այլև Չինաստանից աճող սպառնալիքով, քանի որ համաձայնագիրը չի սահմանափակում Չինաստանի միջուկային զինանոցն ընդլայնելու Պեկինի կարողությունները։ Իսպանիայում ջրհեղեղ է Լեոնարդո փոթորկի պատճառով մի շարք բնակավայրերում ճանապարհներ եւ տներ են անցել ջրի տակ։ Անդալուզիայում գետերը դուրս են եկել ափերից, հազարավոր մարդիկ տարհանվել են։ Փրկարարական աշխատանքներ են իրականացվում, կան անհետ կորածներ։ Առաջիկա օրերին կանխատեսվում են նոր փոթորիկներ։ Պորտուգալիայում էլ արտակարգ դրություն է հայտարարվել, այն կգործի մինչև փետրվարի 15-ը։ Երկրի իշխանությունը նախազգուշացրել է, որ եղանակային վատ պայմանները հանգստյան օրերին կպահպանվեն։ Դիանա Գասպարյան, լուրեր։